Չգիտեմ այսօրվանից հետո ինչքան ժամանակ ինձ պետք կգա, որ ուշքի գամ։ Բայց ինչ էլ լինի, պիտի կենտրոնանամ ու հավաքեմ ինձ։ Վրամ հասկանում եմ, որ ճիշտ պահը չի, որ քեզ սենց բան ասեմ, ուղղակի Ինչ ա եղել, Սոնա։ Հասկանում եմ, որ շատ ծանր օր ա եղել, Վրամ, բայց խնդրում եմ էլի մի անգամից չջղայնանաս, կլինի։ Սոնա, արդեն սկսում եմ ջղայնանալ։ Առանց այդ նախաբանների չես կարա մի անգամից խոսաս։ Նարեն գնացել ա տնից։ Իրերը հավաքել ու գնացել ա։ Չեմ հասկանում, գժվել ա այդ աղջիկը, Սոնա ուր ա գնացել։ Չգիտեմ, ոչ մեկի ոչ մի բան չի ասել։ Բայց անհնար է, որ Նարեն գնա ու ոչ ոք չիմանա այդ մասին։ Հատկապես հիմա իր հանդեպ հսկողությունը շատ մեծ է։ Փաստայինը որ գնացել է։ Ես հիմա կզանգեմ Նարեին։ Չի պատասխանում։ Բայց այսպես չի կարելի թողնել, ուր պիտի գնար։ Վրամնա։ Ալո։ Բարև, Լալա։ Բարև, Վրամ ջան։ Դու տեղյակ ես Նարեից։ Նարեից։ Լալա, հիմա առանց ինչ-որ ստեր հորինելու, ինչ-որ սարեր ձորեր ընկնելու ասում ես Նարեն քո մոտ ա թե չէ։ Չէ, բայց ինչ ա կատարվում։ Մնում էր քեզ բացատրություն տայի, թե ինչ ա կատարվում, Լալա։ Նարեից նորություն իմանաս կզանգես։ Մի րոպե։ Փաստորեն ամեն ինչ ավելի քան լուրջ է։ Բայց ուր պիտի գնար Նարեն։ Լավ, ես ավելի լավ հյուրանոց գնամ, կարող է հենց հիմա ինձ մոտ է գալիս։ Դե արի, ուրեմն ես էլ քեզ կտանեմ։ Ուրեմն արագացնենք։ Չեմ հասկանում, գժվել ա այդ աղջիկը, Սոնա։ Չի տեսնում այս տանը ինչ ա կատարվում, չի տեսնում ինչ վիճակ ա, ուր ա թողնում ու գնում։ Վրամ հենց այդ վիճակի պատճառով էլ Նարեն գնացել ա։ Դու հասկանում ես, որ Նարենը ամեն օր պայքարում էր իր հղիության ու երեխու համար։ Ամեն օր այս տան մեջ իր համար պայքար ա եղել։ Հիվանդանոցից նոր ա դուրս գրվել, բայց տանը իրեն ստրեսի մեծ չափաբաժն էր սպասում։ Ոնց չես հասկանում, որ այդ երեխու կյանքը մազից ա կախված։ Լավ, ասենք թե հասկանում եմ, Սոնա ջան, ուր ա գնացել։ Չգիտեմ։ Սոնա, անհնար ա դու չիմանաս։ Վրամ երդվում եմ, չգիտեմ։ Աղբորդ մոտ ա, Սոնա։ Չէ։ Բանոր ասում էիր չգիտեմ։ Վրամ ես իրոք չգիտեմ, թե ուր ա Նարեն։ Հա կբարկանաս, բայց կասեմ են, որ զանգել եմ Հայկին, ասել եմ, որ Նարեն գնացել ա, խնդրել եմ, որ իրեն կանգնեցնի, որովհետև այդ պահին քեզ ոչ մի բան չէի կարող ասել։ Նարեն Հայկին տեսնել չի ուզում, իրանք իրար հետ ոչ մի կապ չունեն, Հայկը ոչ մի բանից տեղյակ չի, բայց եթե չես հավատում, գնա ստուգի, ուղղակի ավել ժամանակ ես ծախսելու այդ ամեն ինչի վրա, իսկ Նարեն հիմա լավ չի ու իրեն օգնությունը տա պետք։ Ջեմ ասում ես ինձ զզվելի օր այսօր, Սոնա։ Վրամ տենց ծանոթ բարեկամ կամ ընկերուհի չկա, ում մոտ Նարեն գնացած կլինի։ Վրամ։ Ինչ ուզում ա թողանի, Սոնա, արդեն հոգնել եմ։ Այսինքն մեզնից ա չէ փախել։ Թող գնա ու մեզնից էլ փրկվի, Սոնա, ես ինչ անեմ։ Նորություն կա։ Չէ, այստեղ էլ չի, բայց երկար ժամանակա դուրս ա եկել, այդ վիճակում ուր պիտի գնար։ Մի տեղ կա, որ կարա այնտեղ լինի։ Հա, որտեղ։ Հա, Նարեն մի հատ ընկերուհի ունի, որ
Այդ աղջիկը ստեղ չի ապրում, բայց տան բանալիները իր մոտ է լինում միշտ։ Հենց վատ ազգում իրան գնում այնտեղ։ Հասցեն գիտես։ Հա, ես եմ իրան տարել։ Բա ում ես սպասում գնացինք։ Չէ։ Ես չեմ գալիս, դու ես գնում։ Սա Հասցեն ուղարկեմ քեզ։ Ուղարկեցի։ Լալա դու գնա ու նենց արա որ համոզես բերես մոտդ կամ չգիտեմ դու մնաս մոտը։ Այսօր ինքը դուրս եկել հիվանդանոցից ու այդքան էլ լավ չէր զգում իրան։ Բայց վստահ ես որ չես ուզում գալ հետս։ Հա, ու ինչքան հնարավոր է պիտի նենց անենք, որ չի իմանա, որ ես գիտեմ, ու իմ անունը թող չշոշափվի։ Լավ, ես քեզ հասկացա։ Այդ դեպքում տաքսի կանչեմ ժամանակ չկորցնի։ Ես կանչել եմ արդեն։ Հեսա կհասնի։ Լավ, ես երբ Նարեին տեսնեմ, քեզ կգրեմ այդ պահին։ Նորը ինչ ես անում ինձ հետ, պատասխանի։ Հիմա էլ անհասանելի է։ Որոշել են վերջնականապես խելագարության հասցնել ես աղջիկը։ Քնեց պապա։ Հա, հազիվ քնեց։ Շատ թույլ էր։ Իսկ աղջկանից հետ նորություն ունես։ Ես Վրամին ամեն ինչ ասել եմ, ինչքան պետք է գաղտնի պահենք։ Հա, Վրամ, ես վստահ եմ, որ ինքը շուտ հետ կգա։ Ուր պիտի գնացած լինի։ Ամենահավանական տեղը դա հյուրանոցն է։ Բայց շուտ կվերադառնա, որովհետև գումարը կվերջանա ու ուր պիտի գնա։ Հետ կգա տուն։ մամ դու հիմա սենց ես խոսում, որ ես չջղայնանամ, չէ՞։ Բայց վախեցած դեմքիցդ ամեն ինչ պարզ է դառնում։ Ախր ինչ անեմ, Վրամ, քանի մասի բաժանվեմ։ Հա ես վախենում եմ, սարսափում եմ այն մտքից, որ Նարեն այդ կարգավիճակում գնացել է։ Բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, բարկանում եմ, բայց հասկանում եմ իրեն։ Հայրդ հիմա այն վիճակում է, որ յուրաքանչյուրիս կարող է վնասել։ Նարեի վախերն արտարացված են։ Միակ վատ բանն այն է, որ չգիտենք հիմա ուր է ինքը։ Լուրջ եմ ասում, գլուխս արդեն պայթում է։ Կուզեք սուրճ պատրաստեմ։ Հա։ Բոլը սիրտս կտոր է լինում, երբ քեզ ես վիճակում եմ տեսնում։ Ամեն ինչ կտայի, որ դու ես ամեն ինչի միջով չանցնեիր։ Հիմա իմ ուշքում միտքը մենակ ենա, որ պապան լավ լինի մամ, որ պապային կարողանանք օգնենք։ Մամ, Ջան, ինձ կարաս բերես պապայի բուժման բոլոր թղթերը ու այդ բժշկի կոնտակտները, ով որ բուժում է պապային։ հեսա կբերեմ։ Ալո։ Վայ վերջապես։ Լիլ զանգդ տեսել եմ ուղակի հարմար չէր, որ պատասխանեի։ Դե հա, ինչպես միշտ։
Չէ, Լիլի, իրոք հարմար չէր այս անգամ։ Սոն, ի՞նչ է կատարվում ձեր ընտանիքում, Հայկներ ինձ անհանգստացած զանգել։ Ես Հայկի հետ արդեն խոսել եմ։ Վա, ես էլ արդեն հասնում էի ձեր տան մոտ։ Ամբողջ ճանապարհը զանգելով եկել եմ, մտածում էի, եթե չվերցնես, գամ ձեր տուն արդեն։ Նենց է արդեն հասնում եմ։ Չէ, չգաս։ Ասում եմ հասնում եմ, մի բաժակ սուրճել չես հյուրասիրի, նոր ճանապարհ ես։ Լիլ, այսօր շատ ծանր օր ա եղել, Վրամի պապան շատ վատ վիճակում է, ու հաստատ պետք չի, որ դու այսօր գաս։ Այսինքն, ինչ ա եղել, ինչի ա վատ։ Հոգեկան խնդիրներ ունի ու արդեն բավական երկար ժամանակ է, իսկ այսօր վերջին կանթիլներ այդ ամենի։ Լիլ, հաշված վայրկյաններ էին մնացել, որ Վրամի պապան իրեն վերևի հարկից ներքև գցեր։ Վրամն է հազիվ իրեն փրկել, Նարեն էլ տնից գնացել է։ Բոլորը շատ վատ վիճակում են, հիմա պետք չի գաս։ Վայ, ես ինչ վատ բան ասեցիր։ Ինչքան էլ որ ես էլ եմ ատում Ադամյան Սաքոին, իմ համար էլ է շատ ծանր ես վիճակը։ Լավ, դե կսպասեմ զանգիդ, նորություն լինի, ասա անհանգիստ եմ, շատ կսպասեմ, ուղղակի չգիտեմ էլ ինչ ասեմ։ Լավ։ Ոյ, խեղճ ընկերուհիս ես ինչ կրակն անկել։ Միքո, Դու ստեղ ինչ ես անում։ ավելի զարմանալու է, թե դու ինչ ես անում այստեղ, քան ես։ Լիլիթ հարց տվեցի։ Ինչի ես չգիտեմ, որ դու եկել ես Ադամյանների տուն։ Միքո, Ադամյանների տան մոտ այն վայրը չի, որտեղ պետքա մեր անձնականը պարզեն, կարի գնանք էլի։ Լիլիթ դու գնա, ես գործ ունեմ անելու։ Ինչ գործ գժվեցիր։ Չնայած վիճակիցդ արդեն պարզ է ինչի համար ես եկել։ Խնդրում եմ, արի գնանք, հա։ Այսինքն, հերիք չի, որ ես չգիտեմ, որ դու եկել ես Ադամյանների տուն։ Մի հատ պահակություն ես անում, որ ներս չգնա։ Ուշադիր ինձ լսի։ Ոչ դու, ոչ էլ ինչ-որ մեկ ինձ չեք կանգնացնելու։ Էս իմ կռիվն է։ Ու ոչ մեկ իրավունք չունի ինձ խանգարելու։ Հայկը կիսատ թողեց։ Հասկանալի էր պատճառը, բայց ես ավարտին եմ հասցնելու Լիլիթ։ Ինչ ես անելու, Սաքոին ես սպանելու։ Հա, հենց այդ։ Ասեմ, որ Աստված իր հանդեպ շատ դաժան է գտնվել։ Ինքը արդեն շատ վատ վիճակում է։ Այսինքն, Շատ եմ խնդրում, աղաչում եմ, արի այստեղից գնանք, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, թե ինչի եմ եկել այստեղ, ով է ինձ ասել, որ այստեղ գամ, ինչ է կատարվում, ինչի մասին եմ խոսում, ուղղակի ասում եմ, արի գնանք այստեղից, ամեն ինչ կբացատրեմ։ ես ոչ մի տեղ չեմ գալիս։ Միքո, շատ եմ խնդրում։ Ասեմ քեզ, Սաքոն խելագարվել է։ Սոնան է ասել։ Այն ձևը ամեն ինչ վատ, որ ինքը այսօր ինքնասպանության փորձ է արել։ Նարեն չկա։ Ինչ որ խառը վատ բաներ ա լինում։ Խնդրում եմ, արի գնանք, ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ Հիմա այսքանը հերիք է, որ հավատաս ինչ ա եղել։ Արի։ Կարելի է։ Հա, նստի քերի։ Նարեից լուր կա։ Չէ, քերի, բայց վստահ եմ, որ Լալան կգտնի։ Վրդ գուն չկա։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Անհանգիստ ես ոնց որ տեղը դե չես գտնում։ Երեխուս համար եմ անհանգիստ։ Ես քեզ 5 մատից պես գիտեմ, պետք չի մոտ խաղալ։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Քեզ մի բան ասեմ։ Շատ քիչ է լինում, որ մարդ իր իրական կեսն է գտնում։ Իսկ դու դա գտել ես։ Համաձայն չես իմ հետ։ Սկզբից ինձ էլ դուր չէր գալի քո հարաբերությունները, բայց հիմա հասկանում եմ, որ դու նրան իրականում իրար սիրում եք։ Այս պատմության մեջ մարդը խառնել է Աստծո գործերին։ Դուք ուզում եք բաժանվեիք, Աստված ձեզ երեխա է տվել։ Երեխեն ոչ մի բան չի փոխելու, քերի։ Այս են հարաբերություններն ա, որ փրկել չի լինի։ Ու համել ոչ ես եմ ուզում ինչ-որ բան փոխեմ, ոչ էլ Նարեն։ Դու Նարեն սիրում ես։
ինքներ քեզ։ Չկա տենց բան։ Լավ, թող քո ասածով լինի։ Ամեն դեպքում, եթե որոշես, որ ուզում ես խոսես, այն բաժակ բան խմենք։ Դու էլ քեզ ավելի հանգիստ կզգաս։ Ես քեզ ոչ մեղադրել եմ ինչ-որ բանում, ոչ էլ երեսով տամ։ Կսպասեմ քեզ։ Ասում եմ, չէ։ Ես մինչև քո գալը Սոնայի հետ խոսել եմ։ Ինձ զանգել էր Հայկը։ Ասել էր, անհանգստացած ասում էր, որ Սոնան չի պատասխանում իր զանգերին։ Ես էլ վախեցած գնացել էի, որ տեսնեի ինչ ա եղել։ Իրան այդպես էլ ասել է, եթե չպատասխանի զանգիս, կգնամ կհասնեմ իրանց տուն։ Բայց Սոնայի հետ խոսացի, ասաց, որ Սաքոն շատ վատ է։ Իրականում կյանքը իրան շատ դաժան պատժել է։ Ինչ պիտի անես, պիտի գնաս մի հատ կրակոց ու վերջ հեշտ մահանա, իսկ հիմա սենց կյանք ավելի դաժան է իր հետ վարվում։ Լիլիթ, չկա տենց բան։ Ես չեմ հավատում, Լիլիթ։ Ուղղակի Սաքոն հասկացել է, որ վերջը մոտ է։ Սկսել է նոր խաղեր խաղալ, որ մահից խուսափի։ Այսքան տարի ամեն քայլի գնացել է։ Ու հիմա հասկացել է, որ պետք է պատասխան տա։ Ես չեմ կարծում, որ Սոնան այնքան միամիտ աղջիկա չտարբերի ճիշտը ստից։ Լիլիթ, ինչ էլ ուզում ա լինի, այդ առիթ չի, որ ես իմ վրեժը չլուծեմ։ Դե գնա լուծի։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է տենց մտածել։ Դե գնա լուծի, աղբորդ նման էլ մի քանի տարի դու էլ բանտում նստի։ Թող վրամը Սոնայից իր վրեժը հանի, երեխեն էլ չգիտեմ էլ ինչ կլինի այդ երեխու հետ։ Թող Հայկն էլ մոռանա իրան, թե իմ հետ էլ ինչ կլինի Աստված գիտի։ Չես հասկանում այդ մարդուն արդեն իր կյանքը Հիմա ումից ես վրեժդ լուծելու։ Սաքոից, թե մեզնից։ Մեզ ես տանջելու, թե Ադամյաններին։ Ասալալա։ Ես քո ասած հասցեում էի, բայց ոնց որ թե տանը մարդ չկար։ Չկա, թե ուղակի դուռը ծեծում ես չեմ բացում։ Չգիտեմ, երկար ժամանակ դռան մոտ էի, թակեցի, բայց ոչ ոք չբացեց։ Կարող է այստեղ, չի կարող է ուրիշ տեղ գնացել։ Դե լավ, ես ամեն դեպքում գնամ իմ հյուրանոց։ Ամեն դեպքում անընդհատ կապի մեջ կլինեմ Նարեի հետ, կարող է վերջում գալիս է էլի ինձ մոտ։ Լավ։ Քերի ինձ մեքենայա պետք կարանք կազմակերպենք։ Այհարկե։ Բայց հիմա է պետք։ Հենց հիմա կարող։ Կներես Լիլ։ Ուղղակի մեկ-մեկ չեմ կարող ինձ կառավարեմ։ Միքո, ես քեզ շատ լավ հասկանում եմ։ Ամեն ինչ պատկերացնում եմ։ Ուղղակի հասկանում ես կյանքը արդեն իրան պատժել է։ Մի քանի օրից կարող է լսենք, որ Սաքոնն հայտնվել է հոգեբուժարանում։ Ու եթե ինքը վատ չլիներ, ես հաստատ քո կողքին կկանգնեի, կգայի հետդ։ Բայց տես կյանքը ինչքան ձեր կողմից է, որ չի թողնում, որ դու կամ Հայկը ձեր ձեռքերը արյունոտեք։ Ինքը իրանով ձեր հաշիվները փակում է։ Հետ նայել եմ, բայ։ Իսկ ես մեկը։
Ես էլ չեմ դիմանում, երդվում եմ։ Չգիտեմ ինչ անեմ, հորդ մասին մտածեմ, թե Նարեի։ Կարաս Նարեի մասին մոռանաս, մամա։ Խոսում ես էլի։ Մտածում ես ինչ ես ասում։ Ահա։ Ոնց որ թե պապայի բոլոր թղթերը պատրաստ են։ Մնում է առավոտ գնանք բժշկի մոտ։ Վրամ դեղատոմսն էլ պետք է վերցնենք։ Կարող է դոզաները փոխեն։ Ախր միշտ հետևել եմ, որ դեղերը ժամանակին խմի, ամեն ինչ կարգին լինի։ Չեմ հասկանում, ինչի վիճակը սենց վատացավ։ Այսօր ամենածանր օրն էր։ Մամ, այսօր պապան մի դեղը 2 անգամ է խմել մեկի փոխարեն։ Ոնց։ Հա, մոռացել էի լրիվ։ Բայց հնարավոր է, որ դրանից այս աստիճանի վատանա։ Չգիտեմ։ Հրավիրումն այս պահին անհասանելի է։ Նարե ջան, խնդրում եմ, կապի դուրս արի։ Գիտեմ, որ գնացել ես տնից ու շատ անհանգիստ եմ։ Խոստանում եմ, ոչ ոք չի իմանա դու որտեղ ես, բայց ինձ խնդրում եմ, զանգի։ Վայ, Նարե։ Ուր է այս աղջիկը։ Գոնե զգուշացներ, մի բան գրեր։ Ինչ ունեմ։ Ալո։ Նորություն կա։ Չէ, ոչ մի նորություն։ Մտածում եմ կարող է ոստիկանություն դիմենք։ Լալա Նարեն չի կորել, որ ոստիկանություն դիմես, ուղղակի տնից գնացել է։ Դե արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Իսկ կարող է հիվանդանոցներում նայենք, կարող է վատացել է։ Ինչ եմ ես վստահ, որ դու ստեղ ես Նարեն։ Հայկ։ Ինչ ես անում ստեղ։ Փաստորեն ստեղ ես եկել։ Քո համար ինչ տարբերություն թե ես ուր եմ եկել։ Դու ստեղ ինչ գործ ունես։ Պարզա որ Սոնանա ասել տեղս։ Այդքան էլ խնդրել եմ, բայց խնդրանքս հաշվի չի առել։ Ես քեզ խորհուրդ կտամ, որ ընդհանրապես իմ հետ ոչ մի կապ չունենաս։ Դու գիտես, որ հիմա քեզ չի կարելի անհանգստանալ, չէ՞։ Ինչ ես sense բաներ անում, ինչ ես տնից դուրս եկել։ Իմ համար ես անհանգստանում։ Չէ, երեխուս։ Նորմալ չի։ Բրամ, իսկ այդ որտեղ նա 2 անգամ խմել։ Սենց չեմ հիշի, մամ, բայց կարամ ցույց տամ։ Չեմ հասկանում ոնց է տեն ստացվել։ Մի ժամանակին եմ տալիս, չափը պահում եմ։
Ինչքանով որ ես եմ տեղյակ, հանգստացնող հապեր այնք ընդունում։ Անկամ երկուսը ընդունելու դեպքում պետքա հակառակ ազդեցությունը տար։ Թուլություն լիներ, ավելի երկար քններ։ Ամենավատ բանը, որ կարող էր լինել, այդ անգիտակից վիճակում հայտնվելն էր։ Ամեն դեպքում վաղը որ գնանք բժշկի, խոսենք դրա մասին։ Ես սիրողական մակարդակի բժիշկներին չեմ վստահում։ Ես երբեք չեմ ասել, որ բժիշկ եմ, բայց կրթությունս թույլ է տալիս, որ դեղերը եւ իրենց ազդեցությունները տարբեր են։ Լավ, վերջացրեք երկուսդ էլ ու գնացեք քննելու։ Բա դու? Ես կմնամ, մամա։ Անհանգիստ եմ պապայի համար, բա որ արթնանա։ Չի արթնանա։ Այդ դեղերից հետո մինչև առավոտ քնած ամնում։ Մամա, բա որ արթնացավ։ Ասում եմ չի արթնանա։ Գնացեք քնեք։ Ծանր օր ես ունեցել։ Եթե ինչ-որ մի բան լինի, ես քեզ ձեն կտամ։ Դե որը տենց է, եկեք բոլորս էլ գնանք քնենք։ Սոնա, իսկ դու Նարեից նորություն ունես։ Չէ, չունեմ։ Չունես, թե չես ուզում ասել։ Մամա, Ինչ։ Ինչի պետքա չուզեմ ասել։ Ես էլ ձեր նման անհանգստանում եմ Նարեի համար։ Ինչ։ Ուղղակի խոսում ենք, Վրամ։ Բարի գիշեր տղաս։ բարի գիշեր, մամ։ Սոն, Վրամ ես չեմ հասկանում, մամատ ինձ ինչ հատվել, որ հետ չի կարողանում վերցնի։ Սոն, մաման էլի խոսում է, սրտին ոչ մի բան էլ չկա։ Իմ սրտին էլ ոչ մի բան չկա։ Հիմա ինչ, ասեմ այն ինչ որ մտածում եմ։ Վրամ ինչ խոսում եմ, սխալ եմ։ Խոսում եմ վատն եմ, չեմ խոսում, ուրեմն ինչ որ բան եմ թաքցնում։ Ուզում եմ մի բան անեմ, վատն եմ էլի։ Բայց եթե չեմ անում, ուրեմն ընտանիքի մասին էլ չեմ մտածում։ Հիմա էլ Նարենա գնացել, մամատ մտածում է, ես գիտեմ թե ուր է ու իրեն չեմ ասում։ Իմ համբերությանն էլ չափ ու սահման կա, էլ չեմ դիմանում։ Հերիք հայելի Սոնա, հասկացանք, ամեն ինչը հասկանում եմ ես։ Եթե քեզ թվում է ես մամայի հետ չեմ խոսում, սխալվում ես։ Ամեն ինչ էլ ասում եմ ես մամային։ Բայց ես քանի մասի բաժանվեմ, աղջիկ ջան, ինչ անեմ, որ բոլորիդ համար լավ լինի։ Պապան մի կողմից, դու ու մաման մի կողմից, Նարեն մյուս կողմից, ես ինչ անեմ։ Ինչ անեմ, որ բոլորիդ համար լավ լինի, ես էլ ինֆարկտ չստանամ, Սոնա։ Կներես ինձ Վրամ։ Ես հասկանում եմ, որ այս լարվածությունը այս վատորվա պատճառն է։ Ուղղակի ինձ էլ հասկացի, ես չունեմ մեկին, ում հետ կարող եմ այս ամենը քննարկել։ Հասկանում եմ, որ սխալ էր քո հետ այս ամենը խոսելը։ Ու լավ որ չէի ընտրել այս ամենը քննարկելու համար։ Վրամ դու ոչ մի բանում մեղավոր չես, կներես ինձ։ Կներեսի կարիք չկա, Սոնա։ Ուղղակի քեզ խնդրում եմ։ Գոնե դու նենց արա, որ քո մասով ես հանգիստ լինեմ, ինչ կլինի։ Խոսք եմ տալիս, ամեն ինչ լավ է լինելու։ Քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Մեծ հաշվով ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, թե ինչ ես տնից դուրս եկել, ինչ ես եկել ստեղ։ Ուղղակի հիմա նենց է ստացվել, որ դու ինձնից երեխա ես սպասում։ Ու ուզած չուզած ես հարցեր կա, որ պիտի խառնվեմ ու պիտի իմանամ, Նարե։ Մենք պայմանավորվել ենք, չէ՞, որ մինչև երեխու ծնվելը դու չես գալու, չես փնտրելու ինձ, չես անհանգստացնելու, հեռու ես մնալու ինձնից։
ու լուրջ քեզ թվում է, որ ես եկել եմ, որ քեզ տեսնեմ, հա։ Քեզ ում տեղն ես դրել Նարե, որ ես պիտի գամ քեզ տեսնելու համար։ Հա։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ ես էլ կարամ ասեմ, որ դու քեզ երեխու պես ես պահում։ Ինչ ես խոսում։ Բա ինչ խոսամ։ Թողել տնից դուրս ես եկել, զանգում են, զանգերին չես պատասխանում, գալիս են տանդ առաջ դուրը ծեծում են, չես բացում։ Ինչ մտածված ես անում, հա, ուշադրության կարիք ունես։ Հայկ, Ինչ։ Ինչ Նարե։ Դու գիտես, որ բոլորը գիտեն, որ հղի ես, չէ՞ ու անհանգստանալու են քո համար։ Հետո էլ ինձ ասում ես մի արի, մի գնա։ Այդ թույլ մի տուր ես էլ չգամ ու չգնամ։ Քո արածը ընդամենը անպատասխանատու քայլ է ու վերջ։ դու ով ես, որ իմ քայլերին որակավորում տաս։ Դու ով ես, որ դատես ինձ։ Ինչ ես եկել ստեղ կանգնել, ինչ որ բաներ ասում ինձ։ Այն ժամանակ, երբ որ պետք է իր, ուր էիր, չկայր, չէ։ Դու ինչ գիտես ես ինչ եմ զգում։ Դու ինչ գիտես ինչ է իմ հետ կատարվում։ Դու ինչ գիտես ես ինչի համար եմ դուրս եկել այդ տնից։ Չգիտես ու պետք էլ չի որ իմանաս։ Որովհետև ես օտար մարդկանց առաջ չեմ պատրաստվում հոգիս բացել, դրա կարիքն էլ չկա ընդհանրապես։ Հավատա, երբեմն ավելի լավ է մենակ մնալ, քան մնալ այն մարդկանց շրջապատում, ովքեր ընդհանրապես քեզ չեն հասկանում։ Նարե ջան, ուր ես։ Ալո։ Լալա քնած չէիր։ Չէ, ոնց քնեմ։ Այսքան զանգում եմ անհասանելի է մեկա։ Նույնիսկ մի քանի հիվանդանոց եմ զանգել, բայց իր անուն ազգանունով ոչ մի մարդ չկա։ Նարեն էդ իմ ասած հասցեում է։ Բայց ես գնացել եմ, այնտեղ մարդ չկա։ Ասում եմ նոր եմ տեսել հետը խոսացել, հաստատ ստեղ է։ Լավ։ Այդ դեպքում թող գիշերն անցնի, առավոտյան կգնամ մոտը։ Լավ։ Մամ, ես ինչքան ես զանգել։ Մամ, ես լավ եմ, ապահով տեղում եմ, հանգիստ տեղի, դու հանգիստ քնի։ Մի մտածի ոչ մի բանի մասին, ինձ էլ հասկացի, ինչ ժամանակ է պետք։ Ես էլ պիտի հասկանամ ինչ եմ անելու, ես էլ պիտի խաղաղվեմ։ Խնդրում եմ քեզ էլ մի զանգի։ Հա, Միկո։ Ուշ ես գալու Հայկո։ Չգիտեմ ինչի համար։ Խոսալու կարևոր բան կա։ Չեմ կարող ասեմ, երևի վաղը։ Այսինքն չես գալու։ Ինչ ա եղել, Միկո, բան ա եղել։ Սակոյի մասին պետք է խոսանք։ Շատ կարևոր է Հայկո։ Սպասում եմ մինչև գաս։
չեկավ էստեղ ընտենց է։ Ալո։ Ամբողջ գիշեր քեզ եմ սպասել։ Կարող բան ա եղել։ Չէ, ոչ մի բան։ Ոչ մի բան չի եղել, բայց չես եկել դու։ Ասել էի, չէ՞ որ հետդ խոսալու բան ունեմ։ Չես լսում, հետդ եմ խոսում։ Մի րոպե, Միքո։ Ինչ է կատարվում։ Ոչ մի բան ասում, գալիս եմ տուն արդեն։ Հայկո դե ես տնից դուրս եմ գալի, բայց աշխատի այսօր տանը լինես։ Հետդ շատ կարևոր բան կա խոսալու։ Եղավ։ Սաքո։